պատերազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում էլ, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հիմա այստեղ այլընտրանքը ո՞րն է լինելու այդ խնդրի հետ կապված։ Ո՞ր խնդրի։ Բեռնատարների, որ կանգնած են այնտեղ բան։ Որտեղ։ Հայ-իրանական սահմանը։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարները չեն ասում։ Դրանք են վարորդները։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից տեղեկացված Պարոն Ռուբինյան, վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրագեղձարարության հիմնադիրը լինելու հետ կապված, ինքը երկրորդել եք նրան համեմատելով Լևոն Զուրաբյանի հետ։ Պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 95-98 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ։ Արդյոք այդ ընտրագեղձարարության իշխանության մաս չի կազմել ձեր հայրը, ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրագեղձարար լինելու հետ կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանին Լևոն Զուրաբյանի հետ համատել է երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանեմ, բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանեմ։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները, նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը իր վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մասը եղել է ընտրագեղձարար, Դե խնդրում եմ այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք։ Խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Այս post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրագեղձարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյանը։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չպետք է մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ասեցի, եթե հարցը հետեւյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք էլի, թողեք, շատ լավ, հեսա կպատասխան։ Ես էլ եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել եւ Նիկոլ Ընտրագեղձարարի կողքն եք կանգնել։ Ես էլ եմ 2000 Խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանեմ։ Ավարտեցիք։ 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ ռեժիմից։ Պատուհասներից պետք է ազատվել, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն է քղում անում, ինքն էր ասել, ազգակործան պատուհասներից պիտի ազատվել, թե չէ։ Սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում իրեն։ Ինչո՞ն ձեր թիմակից Ռուբինյան անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների։ Լևոն Զուրաբյանի Չէ, բացարձակ։ Հա։ Հիսուս քեզ Քրիստոս, չէ։ Իմ անկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի գաղափարների ներքո։ Լևոն Տեր-Պետրոսյանի առնվազն։ Բերան բան եք անում, էլի, բայց դուք ասենք Ինչ է ասել, ով է ասել։ Լևոն Զուրաբյանը։ Ինչ է ասել։ Չէիք դուք բռնկվել։ Ինչի մասն է խոսքը, չեմ հասկանում։
Փաշինյանին ասել։ Չէ, առհասարակ երևի։ Պարոն Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Որովհետև հենց իր այդ հարցազրույցից հետո եք ասել հալա Խառնում եք երևի, հա։ Պարոն Ռուբինյանը, ձեր թիմակիցները Քոչարյանին զրպարտել եւ վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացուցի, որ կաշառակեր չէ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, ինչպես են ապացուցել ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակել է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուհանդերձ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցին, դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանը։ Հարց եմ տալիս, ասում եմ, ինչպես են ապացուցելու իրենց ասածը։ Չգիտեմ, դատի ա տվել, թող դատը գնա, ինձ չի հարցնա։ Պարոն Ռուբինյան, կաթողիկոսի հետ կապված վարչապետը 2 շաբաթ անընդմեջ գրառումներ արեց եւ վերջում եկավ այն եզրակացության, որ ինքը պետք է գործողությունների պլան մշակի եւ զբաղվի կաթողիկոսին վեհարանից դուրս բերելու գործընթացով, նաեւ նոր կաթողիկոսի ընտրությամբ։ Այս ընթացքում հոգևորականները Հայաստանում, Հայաստանից դուրս աջակցում են կաթողիկոսին, իրենց աջակցություն են հայտնում, արդյոք Նիկոլ Փաշինյանը անգամ այս ֆոնին կշարունակի կաթողիկոսին վեհարանից հանելու իր նախաձեռնությունը եւ այդ ինչպես է ի վերջո իրականացվելու։ Այդ պլանը օրինակ ձեզ հայտնի է, ինչպես է այդ պլանը կյանքի կոչվելու։ Նախ եկեք վեհարանից հանել արտահայտություն կարող մոլորության մեջ մտցնի մարդկանց, խոսքը նրան ֆիզիկապես վեհարանից հեռացնելու մասին չէ։ Խոսքը հետևյալի մասին է, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, ինչը նշանակում է, ես դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են, ոչ ոք չի հերքում, եւ այդ թվում Կտիչ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբան է, դա չի պարզաբանել։ Իրենք որովհետև բացատրեմ։ Մտնում եք անձնական դաշտ, դուք մտնում եք անձնական դաշտ եւ իշխանությունների կանոնակարգի հետ եկեղեցու ինչ կապ ունեն։ Ես չեմ պատասխանի ձեր հարցին, կպատասխանեմ Անի հարցին, որպեսզի դուք զգաք, թե ինչ վատ է, երբ որ ձեզ ընդհատում են։ Հետո էլ բայց խորհուրդ եմ տալիս ընդհատել Անիին արանքում։ Ուրեմն բայց չէ, ձեր հարցին չեմ պատասխանի։ Փայլակի հարցին սկզբից կպատասխանեմ, տեսնում եք ինչ բարդ է։ Ասում եք ինչու չեք ասում վեհապար, որովհետև տեսեք, ընդհանրապես եկեղեցական տիտղոսները ինչ որ իմաստ են, չեք կրում։ Օրինակ սրբազան նշանակում է սրբազանը։ Շատ չէ, սուրբ չէ, բայց հա սրբակենցաղ։ Օրինակ երբ որ սրբազանին հանդիպում ես, պիտի ասես Աստված օգնական սրբազան հայր, ինքն էլ պետք է ասի Աստված պահապան, որդիակս կամ դուստրս։ Ինչու ես ասում Աստված օգնական, որովհետև ինքը տվել է կուսակրոնության ուխտ եւ այսինքն ինքը դժվարություն է վերցրել իր վրա, պիտի ծառայի Աստծուն, ինքը իր իսկ որոշման հրաժարվել է ընտանիք ունենալու բերկրանքից եւ այսպես շարունակ, ասում ես Աստված օգնական։ Վեհապարին ասում ես վեհապար, որովհետեւ ինքը փառավորում ես իրեն։ Հիմա եթե մարդը իր տրված ուխտը խախտել է, ես ոնց իրեն ասեմ վեհապար։ Հարգելի ժողովուրդ, կա մի հատ հեշտ ճանապարհ, էլի, որ ասում եք հիմա ինչ ենք մենք սպեկուլյացիաներով զբաղվում։ Սուտ է, թող ասի սուտ է։ Թող ասի։ Որովհետև այն կետից սկսած, երբ որ հարցը բարձրացվեց եւ չհերքվեց, դա դարձավ ճշմարտություն։ Շատ բարձր։ Անձնական տվյալներ եք հավաքագրում, այսինքն մարդու մասին անձնական տվյալներ եք հավաքագրում, պարզ շանտաժ եք անում։ Ինչով ենք շանտաժը։ Ասում եք վեհարանը թող ազատի, հանձնախումբ ձևավորենք եւ այլն, ստացվում է շանտաժ եք անում։ Այն է, երբ որ դու մեկին ասում ես արա սա կամ մի արա սա, թե չէ ես կանեմ սա կամ չեմ անի սա։ Նման դեպքի մենք գործ ունենք, իհարկե ոչ։ Անձնական տվյալների մասին։ Տեսեք, օրինակ հիմա եթե դուք ինձ հարցնեք, դուք քանի տարեկան եք, ես ասեմ 35։ Դուք ինչ չեք ասի, բայց մի վարքյան ինչի ես դու 35 եւ 30 եւ ոչ 34։ Դա ուղղակի իմ անձնական տվյալն է։ Ես 35 տարեկան եմ։ Բայց օրինակ եթե դուք ինձ հարցնեիք 10 տարի առաջ, 11, դու քանի տարեկան ես, ու եթե ես պատգամավոր լինեի, ու ես ասեի 24, ձեր լեգիտիմ իրավունքը կլիներ ինձ ասել, բայց մի վարքյան, ո՞նց ես դու 24 տարեկան եւ պատգամավոր, եթե ըստ մեր օրենքի դու պետք է լինես 25 տարեկան, որովհետեւ ըստ մեր չեմ մանիպուլացնում, որովհետեւ ըստ մեր սահմանադրության
կամ օրենքների падգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վայրկյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վայրկյան։ Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտիչ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ Վարչապետը տերոր է անում, Մի վայրկյան։ Վարչապետը տերոր է անում, ոնց է դա արտահայտվում։ Տեսեք, ոչ միայն վեհափարի դեմ, այլև եկեղեցու։ Իր տիկնոջ հետ է տերորը անում, Աննա Հակոբյանի հետ է տերոր։ երեկո գրում Ինչ։ ճնշում է սրբազաններին, Ինչով է սրբազանի ճնշում։ քերակնոջն է Ինչով է թիրախավորում, ճնշում։ հոգեբանական ցավ է հիմա։ Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չթիրախավորել սրբազանի քեռակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք։ Բանկացնդական հրապարակ է։ Այստեղ խնդիրը միայն վեհափարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը գրում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Օրինակ ով է այդ մանկապիղծ հոգևորական։ Գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ կամ Նիկոլ Փաշինյանին կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ падգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում, որ ոչ մի Հոգևորականներն են վարկաբերում, կոնկրետ մանկապիղծի անուն ասեք, կոնկրետ քեռակնոջ անուն ասեք։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ падգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են հնչում։ Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիչ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։ Պարոն Ռուբինյան, դուք որպես քրիստոնյա որ գիտեք, Այո։ Այդ ժամանակ այդ հարցերը չկար եւ այդ հարցերը առաջացավ, երբ որ Այդ ժամանակ այդ հարցերը մի վարքյան էլի, ախր լավ էլի, դուք չեք հոգնել ձեր բանից, Փաշադազադեն խոսած։ Իսկ դուք որ խոսում եք կարող է բանա նույն օտարեր մի վարքյան, իսկ զուգադիպությունն է, որ համ դուք եք նման հարց տալիս, փորձում եք կապել տեղի ունեցողը Ադրբեջանից եկող հրահանգների հետ, համ դրա մասին խոսում է Բագրատ arczepiskopos Գալստայանը, որը օրերս, ոչ թե օրերս, այլ մի շաբաթ առաջ մոտավորապես հրապարակավ հայտնել է, որ իր հետ կապվել են օտարերկրյա ուժային թողեք ավարտեմ։ Իր հետ կապվել են օտարերկրյա ուժային կենտրոնների ներկայացուցիչներ, որոնք իրեն ասել են, որ եթե դուք չհեռացնեք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանում Սոդոր Գոմոր է տիրելու։ Հիմա մի վարքյան, ձեր ու ինքն էլ ասում, որ բանա Փաշազադեի ասացից մի վարքյան։ Եվ Բագրատ arczepiskopos Գալստայանն էլ ասում, որ իշխանության ներկայացուցիչների կողմից քննադատությունը առ կուսակրոնությունը չպահող եկեղեցականներ դրդված է Ադրբեջանից։ Հիմա ես կարող եմ ասել, որ դուք եք մոտարապես նույն տոնայնության մեջ հարց տալիս, կարող եմ ասել, իսկ գուցե դուք եք ուժային կենտրոնների ներկայացուցիչները։ 7 տարի շարունակ այդ հարցը Իմ ասածը ձեր դուրս չեկավ, չէ՞, ընդհանրապես, որովհետև ինչ որ բան էր, կոնսպիրոլոգիա էր, չէ՞, դե ես ձեզ խորհուրդ եմ տալիս, դուք էլ չզբաղեք։ Հիմա բա ինչու 7 տարի։ Ես չէի խոսում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը ինքը ինքնախոստովանություն արել։ Իդեպ մի վարքյան, իդեպ ձեզ, սիրելի
Եթե դուք ձեզ համարում եք իրոք անաչառ լրատվամիջոցներ, ես կասկած չունեմ բացարձակ դրա վերաբերյալ, Քավլիցի, եթե դուք համարում եք ձեզ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես խնդրում եմ Բագրատ arczepiskopos Գալստյանին տվեք հետևյալ հարցը, թե որ երկրների ուժային կենտրոն արտահայտություն իր արտահայտությունը ես չեմ հորինել, որ երկրների ուժային կենտրոններն են իր հետ հանդիպել, ինչ ուժային կենտրոններ են դրանք, օրինակ չգիտեմ, հատուկ ծառայություններ են, հետախուզական ծառայություններ են, պաշտպանության նախարարություններ են, չգիտեմ ինչեր են, հարցրեք, եւ որ երկրների ծառայություններն են դրանք, ինչ են իրենք ասել իրեն եւ արդյոք ինքը չի համարում, որ խնդրահարույց է, երբ որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, որը նաև զբաղվում է քաղաքականությամբ, որը իրեն հռչակել էր վարչապետի տեխնացու, իդեպ այս մասը նկատեցիք, վարչապետի տեխնացուն ոնց որ փոխվեց։ Սկզբից սրբազանին ասեցին դե լավ, քեզ մոռացանք, հիմա բան Մասիսի քաղաքապետին են դրել։ Խնդրում եմ այդ շեղում եք, դուք թեման շեղում եք, դուք թեման, դուք թեման, դուք կարող եք թեման շեղել, իսկ ես չեմ։ Դուք օրակարգ եք բերել մի հարց, որը հարցից դուք գնացել եք օրինակ Փաշինյանի հայտարարություններից հետո գնացել եք Մայրաթոր, որևէ եկեղեցի, տեսել եք մարդկանց հոսքը, թիվը, որևէ մեկը հասարակ քաղաքացի վեհափառին հարցեր ուղում է։ Միայն Փաշինյանն ու իր տիկինն են եկեղեցու դեմ գործում։ Ուրախ եմ, որ հոսք կա դեպի Մայրաթոր, որովհետև եթե ձեր մտքում մեր իշխանությունը հակաեկեղեցական է, դա միայն ձեր մտքում է։ Հասկանում եք։ Կապ ունեն ուր։ Ով ասեց ձեզ։ Բայց ով ասեց ձեզ, որ իշխանության ներկայացուցիչները դուք գնում եք պատարակի ամեն օր։ Ամեն պատարակի գնում եք։ Հա, ու դուք կարծում եք, որ այն եկեղեցին, որտեղ դուք գնում եք։ Չէ, մի վարքան, որ եկեղեցի եք դուք գնում։ Որ եկեղեցի եք գնում։ Չէ, դուք ասում եք, ես գնում եմ պատարակին եւ չեմ տենում իշխանության ներկայացուցիչների։ Որ Իսկ ինչի՞ իսկ դուք որտեղ հրապարակային չեք տեսնում մի եկեղեցում կամ մի տաճարում կարող ինքը մյուս եկեղեցիա գնացել նկատի ունեմ գնացել է ոչ թե ասենք Մայրաթոր Սուրբ Էջմիածին այլ ասենք Սուրբ Ռիփսիմե եկեղեցի կարող է հիմնականում իշխանության ներկայացուցիչները հայրապետական պատարակների են ես կարծում եմ որ ես հետևում եմ եկեղեցական կանոնի եկեղեցական կանոնը ասում է որ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու գլուխը վեհապար հայրապետը պիտի լինի կուսակրոն։ Դա ես չեմ ասում, դա ասում է եկեղեցական կանոնն է եւ հետեւաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ եկեղեցու գործունեությունը համապատասխանի այդ կանոնին։ Փաշինյանը ուղիղ ձևակերպել է, որ մենք ունենանք վեհապար հայրապետ, որը չի խախտել կուսակրոնության ուխտը։ Իսկ հիմա նորմալ Փաշինյանը ուղիղ ասում է անառակ է։ Փաշինյանը ուղիղ ասում, ներեցեք, Փաշինյանը ուղիղ ասում է, որ վեհապարը անառակ է։ Կիսում եք իր այս դիրքորոշումը։ Ես ասեցի իմ դիրքորոշումը որն է։ Իմ դիրքորոշումը հետեւյալը։ Կիսում եք այս դիրքորոշումը։ Դիրքորոշումը հետեւյալն է, որ սրբակրոնության ուխտ տված անձը պիտի հետևի իր ուխտին, եւ եթե չի հետևում, ինքը չպիտի զբաղեցնի եկեղեցական դիրք, որի համար պայման է, պարտադիր, որ ինքը պիտի լինի կուսակրոն։ Որտեղ են տեղավորվել, որ այդ հասկացել են հետևումա թե չէ դիրքին։ Թեմային ինչպես կարձագանքին։ Ասում եք, որ կհետևեք եկեղեցականների արձագանքին այս թեմային։ Սա նշանակում է, որ վարչապետը չի զբաղվելու այդ իր 10 հոգանոց համակարգող խմբով, այսինքն ինքը կաթողիկոսին հանելու օրակարգը մնում է իր առաջնահերթությունը։ Ախր ժողովուրդ ջան, հասկանում եք, մեր եկեղեցու գլուխը որը պիտի լինի կուսակրոն։ Կուսակրոն չի։ Ուրիշ բան եմ կրկին, քանի որ ես վստահ եմ, որ դուք բոլորդ շատ անաչառ լրատվամիջոցների ներկայացուցիչներ եք։ Խնդրում եմ հարցրեք եկեղեցու որևէ ներկայացուցիչի ընդդիմադիր։ Հարցրեք, ասեք ժողովուրդ ջան, ինչի՞ չեք ասում, որ չէ, այդպես չի։ Դա ձեզ համար է օրակարգ։ Քաղաքացիների համար օրակարգ է, որ հեսա Սյունիքում կարա պատերազմ լինի։
պայմանավորված նաև Իրանում տեղի ունեցած իրադարձություններով։ Քաղաքացիների համար միջև հիմա օրակարգ է, որ 5000 զոհ է ձեր իշխանության ժամանակահատվածում եղել, այսինքն դուք է, որ պիտի որևէ մեկի բարոյական արժեքից խոսեք։ Բայց եթե քաղաքացիների համար սա չի օրակարգը, կարող եք ինձ բացատրել ինչի եք բոլորով Դուք փորձում եք օրակարգ դարձնել, որտեղ դուք պիտի պատասխանատվություն կրեք նաև ձեր արտահայտած մտքերի համար, մեղադրանքների համար։ Դուք բոլոր ինստիտուտները ոչնչացնելով գնում եք։ Ես համբերատար լսելու եմ ձեզ, չմտածեք։ Չէ, բայց մի վարքան, էլի, դուք ասում եք հարության համար դա չի օրակարգը։ Ինչի եք ինձ դրա մասին հարց տալիս։ Ես եկա ձեզ ասեցի, ես եկա ձեր մոտ բացեցի բան կաթողիկոսի թեմա, չէ։ Դուք ինձ այդ հարց տվեք, չտակ ժողովուրդ ջան, մի տվեք։ Որովհետև մեզ համար դուք պիտի քաղաքական պատասխանատվություն ունենաք առնվազն ձեր խոսքերի համար։ Ասած մնացած հատվածներով բան, ինչ ասեցիք, ասեմ, այդ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ձեր լրատվամիջոցի եւ ձեր քաղաքական ղեկավարն է։ Լրատվամիջոցի տերը ես եմ։ Ուրեմն դուք եք։ Ես քաղաքական տեր չունեմ։ Իսկ իդեպ ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Ես կարծում եմ մենք բոլորս իրավունք ունենք դա իմանալ։ Ես իրավունք ունեմ իմանալ։ Չէ, ով է։ Կարող եք հարցում ուղարկել, ես ձեզ ուղիղ կպատասխանեմ։ Հարցում ուղարկեք, ուղիղ կպատասխանեմ։ Ասեք, New Day լրատվամիջոցը ով է ֆինանսավորում, խնդրում եմ ասեք ինձ։ Քաղաքացիները, իմ ընկերները, քաղաքացիները։ Ովքեր, ո՞նց։ Իմ ընտանիքը։ Մի քանի տարբեր բան ասեցիք։ Ձեր Իմ ընկերները, քաղաքացիները եւ իմ ընտանիքը, բաց է։ Որ խնդրեմ հետո կուղարկեք ինձ ձեր Հարցում արեք գրավոր կուղարկեմ։ Համարեք որ հարցումը արեցի։ Ես կարծում եմ դա շատ կարևոր է որ մենք իմանանք։ Դարձրեք օրակարգ։ Ոնց է վարչապետը կաթողիկոսին այդ հանձնախումբը ինչ է անել։ Այդ հանձնախումբը կստեղծվի, ինքը արդեն հանդես կգա ենթադրում եմ հայտարարություններով կամ կմշակի գործողությունների։ 18 թվականին նմանատիպ ծրագիրը 18-19 թվականին տապալվեց, ձախողվեց։ Մեմ, այսպես անենք, ես կսկսեմ հիմա այսքան պատասխանեցի ձեր հարցերին, հենց որ ասեք ինձ ովքեր են ֆինանսավորում ձեր լրատվամիջոցները, նորից կսկսեմ ձեզ պատասխանել։ Օրինակ, տեսեք, Նարեկին չեմ ասի, դա որտեղ գիտեմ ով է ֆինանսավորում։ Ազատություն։ Ֆինանսավորումը բաց արել։ Այո, բաց է։ Հա, դրամաշնորներով է հիմնականում բաց հասարակությունների հիմնադրամից։ Ազատությունը Հələ բաց իմ ընտանիքն է, եթե չեք տեսնում, միայն ես եմ իմ լրատվամիջոցից աշխատում։ հասարակությունների հիմնադրամը ուրիշ բան էր։ Հա, լսում եմ։ Քանի որ այսպես ֆինանսավորման թեման բացվեց, կառավարությունը ֆինանսավորում է, կրծվել է նորաձև է շարժումը, բայց ասում է, որ պետական գաղտնիք է վարչապետի աշխատակազմը, չեմ ասի հարկատու, որ ասում էին քո գրպանից պետ բյուջե դնելը քո մյուս գրպանն է, հիմա այդ մարդու գրպանից փող են ծախսել եւ չեն ասում թե ինչ կանեն ծախսել, սա ձեզ համար մտահոգիչ է թե ոչ։ Քանի որ մանրամասներին ձեր բարձրացած թեմայի տեղյակ չեմ, կարող ենք այսպես անել, կամ դուք կառավարության ներկայացուցիչներին հարցը տաք, կամ ես հաջորդ ձեր այդ շփման ընթացքում արդեն մանրամասներին տեղյակ կլինեմ, կպատասխանեմ ձեր հարցին։ Մի վարքյան։ Հա։ Այդ կողմից նա փոխվեց եւ փոխվեց գրառումը։ Ինչ ունես, ով է քերին, Բայց տեսնում եք, ինչի եք այս ախր հանրությունը չի հետաքրվում է։ Եվ Ժողովուրդ ջան, լսեք, անկախ ծվղծի մասին Ես կարծում եմ, որ հանրությանը պիտի հետաքրի կամ նույնիսկ հետաքրքրում է ոչ թե ով է այս մեկը, կրկնում եմ քերակինը կամ մյուսը, որովհետեւ մեղք չունեն, հանգիստ թողեք այդ մարդկանց։ Հանրությանը հետաքրքրում է հետեւյալ հարցը։ Այս մարդիկ, որ ասում են ես սրբազան եմ, որ ասում են Աստված պահապան, որին պետք է ասել Աստված օգնական, իրենց ուխտը պահել են թե չէ։ Մի հատ իդեպ մի բան էլ ասեմ ձեզ, էլի, քանի որ էլի կրկին անաչառ լրատվամիջոցներ, բաց եւ թափանցիկ, անի դեպքում դեռ կպարզենք թափանցիկ թե չէ, բայց այդ հնարավորությունը տրված է պարզելու։ Խնդրում եմ հարցնել այն բոլոր եկեղեցականներին, որոնք ասում են ընդդիմադիր եկեղեցականներին, որոնք ասում են կառավարությունը կամ իշխանությունը սամադրական կարգն է ուզում տապալել, կամ այն քաղաքական գործիչներ, հարցրեք։ Երբ որ Միքայել arczepiskopos Աջապահյանը հրապարակավ ասում է, որ ինքը պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան,
մի երկու հատ դու քեզ հավատարիմ գեներալ չունես հիմա ռազմական հեղաշրջում անել։ Հետո էլ ասում է, ես հիմա էլ եմ կարծում, որ ռազմական հեղաշրջում է պետք անել։ Հարցրեք, արդյոք սա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչ է արել, բացի դրանից, եթե պատասխանը հնչի, դե որ դա իր անձնական կարծիքն է, խնդրում եմ էլի եկեղեցական ղեկավարությանը հարցնել։ Մի վարքյան, դուք ձեր ֆինանսավորման աղբյուրները կասեք, հետո կասեք։ Հարցրեք, արդյոք եթե իրենք ասեն իր անձնական կարծիքն է, ինչու չեն դատապարտում այդ անձնական կարծիքը, որտեղ ես տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ որ օրինակ հայ առաքելական եկեղեցու այլ arczepiskoposներ կարծիք են հայտնել, վերջերս կարծեմ Վազգեն Սրբազաններ ինչ որ բաներ ասել, հայտարարություն արեցին հայ առաքելական եկեղեցու անունից, ասեցին մենք չենք կիսում իր արտահայտած կարծիքը։ Հիմա ես կարող եմ եզրակացնել, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որ չի արել հայտարարություն ու չի ասել, որ մենք չենք կիսում Միքայել Աջապահյանի, Միքայել arczepiskopos Գերաշնորհ Տեր Աջապահյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում։ Խնդրում եմ տվեք այդ հարցը ու հաջորդ անգամ նորից